Բարարև իմ սիրելի հետևորդներ, իմ սիրելի հայեր, այսօր սեպտեմբերի 27-ն է, շատ հետաքրքիր է, տեսեք 27-ը իմ օրացույցով Ուրանի օր, ես երեկ ուրեմն նկարահանվեցի և մի ուրեմն վիդեոն արդեն ես ձեզ ներկայացրել եմ, մյուսը, որ ներկայացնում էի կենթանը ինչպես որ խոստացել է կենթանակերպի նշանները և այլն, դա տեխնիկական պատճառներով այդպես լավ չստացվեց և ես հիմա ստիպված, շատ հոգնած, բայց ստիպված ես պիտի նորից ներկայացնեմ, բայց հավանաբար որոշակի փոփոխություններ կլինեն, որովհետև փոխվեց, իրավիճակ փոխվեց և դա Աստծո կամքն էր, ես չեմ տխրում, ուրեմն դա այդպես պիտի լիներ, որ այսօր սեպտեմբերի 27-ին պատերազմի օրը 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որը պայմանավորված էր և դավաճանություն էր և ես այդ մասին միայն ես ուզում եմ սա անպայման նշել Հայաստանում, հենց սեպտեմբերի 27-ին գրեցին Facebook-յան էջում, որ սա դավաճանություն է, որտեղ այդ տվյալներով չէր կարող իրական պատերազմ սկսվել և բանը նրանում է, մենք հիմա արդեն բարձրաձայնում է այդ մասին, որ տեղյակ են եղել կոնկրետ ղեկավար անձինք և նույնիսկ զինվորներին, ասենք, տեղյակ չեն պահել, որ կազմապատրաստ լինեն և այլն հանկարծակի են եկել տղաները։ Այսպիսի բաներ, մի խոսքով ինձ անպատվեցին, ինչի մասին ես խոսում և այլն ինչ դավաճանություն և անցան տարիներ տեսա, որ ես ճիշտ էի։ Շատ բաներ բացահայտվեց և գիտեք, շատ բաներ էլ դեռ չեն բացահայտվի, մեր ծրագիր այնպիսին է, որ չեն բացահայտվելու գաղտնիքներ, միշտ լինելու են գաղտնի սպանություններ և դա չի բացահայտվի, որովհետև, այսինքն, տեսեք, ոնց որ հոկտեմբերի 27-ը, չէ, Նայիրի Հունանյանն բացի, բայց ինքը արել է, բայց չգտան ով է պատվիրատուն։ Այսինքն, կոնկրետեսեք հիմա Հայաստանում, չէ, կատարվեց սպանություն։ Եվ մենք իմացանք նաև Փարաքարի համայնքապետ ընտրված, հիշում եք, ուրեմն ընտրությունների ժամանակ կարելի ասել ընդհանրապես ձայն չուներ, շատ քիչ և հիմնականում այդպես շատ ընդգծված փայլուն հաղթանակ տարավ, մեկ այլ ուրեմն Վոլոդյա Գրիգորյանը, որը ԿՊ-ական չէր, շատ կոնկրետ ասենք։ Եվ դա բնականաբար, եթե ես նայում եմ քարտեզ, այսինքն ես այն ինչ-որ ասեմ, եթե ինչ-որ մեկը սպասենք, թե ինչ պիտի ասի անվտանգություն և այլն, ինչ պիտի ասի, ոչ բանը չեն ասելու հոկտեմբերի 27-ին ինչ ասեցին, որ հիմա ինչ ասեն։ Այսինքն, ոնց որ Նայիրի Հունանյանը կոնկրետ ինքը արել է, իրեն բռնեցին, բայց ով էր պատվիրատուն, ով էր կազմակերպել այդ ամեն ինչը, դա այդպես էլ չբացահայտվեց, որտեղ Հայաստանում ոչ մի բան չի բացահայտվելու։ Սա է գիտություն։ Չգիտեմ, հասկացաք ենթատեքստը, թե չէ։ Եվ հիմա ոչ մի բան չի բացահայտվելու, կբռնեն ինչ-որ մեկին և կասեն, որ ասենք տվյալ անձն է, ում վրա ասենք բան ունեն, խոսքով խնդիրներ կան, հնարավոր է, որ այդ անձին այդպես ասեն այս է արել, բայց պատվիրատուն ով է, ինչի համար և այլն երբեք չի բացահայտվելու, սա ես ասում եմ որպես պրոֆեսիոնալ աստղաբան, Աննա Հակոբյանս, չի բացահայտվելու։ Մտքներով չանցնի, որ դուք իմանաք ով է, որովհետև քաղաքական գործիչը քաղաքական, ուրեմն հաշվեհարդար էր սա, միանշանակ ասել, որ ոչ այստեղ անձնական ինչ-որ հարցեր կային և այլն, ես ըստ քարտեզի համամիտ չեմ, ճիշտ է, ես կոնկրետ Վոլոդյա Գրիգորյանի քարտեզը չեմ նայել, ավելի կոնկրետ ասելու ժամանակ ուղղակի չեմ ունեցել, տեսնում եք, ես ուղղակի չեմ հասցնում կոնսուլտացիաներ, ես չեմ հասցնում իմ անձնական կյանքով ապրել, ուղղակի ժամանակի մեջ տեղավորվելու հասցնելու սա, որովհետև եթե դու մի օր մի ժամ ուշացնես, արդեն դու ուշացրել ես, ժամանակը անցել է, դու չես կարող դա անել, արդեն ուշացել ես, հասկանում ես և գիտակցում ես ժամանակի կարևորությունը նախկինում ես այդպես չէի զգում, բայց երբ դարձա պրոֆեսիոնալ աստրոլոգ, շատ բաներ հասկացա և
նաև զգացի իմ վրա, որ դու այդ ժամանակահատվածը եթե չհասցրեցիր, ինքը կորսված այլևս, եւ տարիներ են պետք, որ դու այդ հնարավորությունը նորից ունենաս։ Այսպիսի բաներ կան, ու դու պիտի հասցնես ուղղակի, տեսնեք 6-ը նշանարել եմ, 6-ին ես ուղղակի չեմ կարողանում հասցնել, էլ չասեմ մարդիկ հերթագրված են չեմ հասցնում այս վիճակն է եւ հիմա այս այսպես ստացվեց, չնայած նույնիսկ եմ ասում ես չեմ տխրում դրա համար, այսպես էր պետք, Աստծո կամքներ, որ հենց այսօրը ես պիտի անդրադառնայի, այսպես շատ ասելիքս մի քիչ միգուցե խառնվում է իրար, բայց բոլոր դեպքերում այսօր սեպտեմբերի 27-ն է, մեր երեխաները դավաճանությունից սկսվեց, մեր երեխաները ուղղակի մատաղարեցին, թուրքերը, որտեղ մենք գտնում ենք ջուդա թուրքերի ձեռքում, ինչի մասին ես տարիներ շարունակ բարձրաձայնում եմ, ների ձեռքում ենք եւ դուք ինչ եք կարծում, ինչ պիտի լիներ, պարզ չի, որ դա այս արդյունքը մենք պիտի ունենայինք եւ ես 20 թվականին եմ ասել, նախ ես ասում էի ինչեւ այդ մասին չեմ ուզում հիմա շատ հետ գնալ եւ ասել, որ տարածքները տալու է եւ այլն, այսինքն այս ղեկավարությունը դա այն ղեկավարությունն է, որ ջուդա թուրքերն են եւ անում են ամեն ինչ կործանելու, տապալելու Հայաստանի, ընդհանրապես Հայաստանը, պետականությունը եւ այլն եւ այլն։ Եվ սույն անձնավորությունը հպարտը ինքը միայն մտածում է գահին մնալու մասին։ Ոնց խաբել, լիկվիդացնելու, բանտում նստացել միայն թե մնա գահին եւ մյուս ղեկավարությունը, իր տերերը ասենք կամ մյուս, այնտեղ եթե ասում են չգիտես, այսպես պիտի լինի, կամ մենք էլ քեզ չենք օգնում, որտեղ այսպես, ինքը գնում է մյուս տերերի մոտ, տեսնի մյուս տերին խոստան նայեք, եք հարց չկա, այս տարածքը կտամ, սա կտամ ձեզ, ինչ ուզում եք ճանապարհ անցնի բամոց, ուզում եք արեք միայն թե ես մնամ իշխանության, որտեղ ինքը գիտի, որ դուրս եկավ իշխանություն, ինչ է սպասում, էլ չասեմ, որ նախկինները, եթե եկավ իրական ազգային անձ, ԼՏՊ-ից սկսած, մնացած բոլորը ուղղակի կախաղան են հանվելու, եթե իրական պատիժը լինի եւ որովհետեւ եթե բացահայտվեն հոկտեմբերի 27-ից սկսված մնացած բոլոր իրադարձությունները եթե բացահայտվեն, իրենց համար շատ վատ է լինելու եւ այսօր ԼՏՊ-ն ծնել եւ քաղաքական դաշտան նետել հպարտին, Սերժը մեծացրել, բանտից հանեց, կուսակցություն բացեց, այդպես սովորացրեց, ինչ պիտի անի, ոնց պիտի անի եւ հետո արդեն իրենց կեղտերը նաև կոծկելու համար դրեցի, որ կոնկրետ հանձնվի, կոնկրետ այն ինչ որ անում է այդ քայլերը արվի։ Իրանց շատ հարմար է, որ Հայաստան որպես այդպեսին գոյություն չունենա, որպեսզի այն բոլոր գաղտնիքները, հանցագործությունները, փողերի լվացումներ եւ այլ այդ ամեն ինչը չբացահայտվի։ Չկա հանցանք, պետություն չկա, չկա հանցանք, չկա բացահայտում, մեղավորներ չկա։ Այս տարբերակն է, որպեսզի իրենք կարողանան իրենց լապածը վայելեն, այնպես որ իրենց եւս ձեռք չի տալիս, որ Հայաստանը այս կարգավիճակում լինի։ Շատ վտանգավոր ժամանակներ ենք ապրում, շատ վտանգավոր եւ այս մահերը ձեզ իցույց, այսինքն եթե այդ մարդիկ տարան այդքան երեխեքին մատաղարեցին, իրենց, ինչպես ասում են, իրենց դեմ խաղ չկա, ինչ ուզենան կանեն, ինչ ուզում են անում են։ Եվ դուք նստած այստեղ խոսում եք, որ իրավունքները եւ այլն, իրավունքը սենց են, իրավունք եւ ոչ մի իրավունք չկա, իրենց համար օրենքներ, իրավունքներ չկան, իրենք անում են ինչ ուզում են, եւ քանի որ մեր քարտեզը այնպեսին է, մեր ճակատագիրը, որ ոչինչ չի բացահայտվելու, միջև այս ամենը չքանդվի, հետո որ բացահայտվի, միգուցե արդեն ուրիշ կարգավիճակում լինի Հայաստանը, այլ պետք է չլինի, որ դա բացահայտվի, արդեն իմաստ չունենա, այսպիսի տարբերակ կարող է լինել եւ ինչևէ ես մեր զոհերի այդ երեխաները, որ իզուր տեղը, չէ, հանուն ոչինչի, ինչպես որ ասում էր, հանուն ոչինչի, հայրենիքը ոչինչ է։ Ինչևէ, այդպես տարան մատաղարեցին, ես եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր երեխաների զոհերի հիշատակը եւ շարունակեմ ես հաղորդումը եւ ես ցավակցում եմ բոլոր մայրերին եւ գիտեք, այստեղ
Տեսեք, իրենք անում են ու անցնում են։ Իրենք սպանում են շատ հանգիստ ու անցնում են առաջ։ Դուք օրենքներից եք խոսում։ Հետո կարող է ուշ լինի, այլ օրենքները պետք չգան։ Հիմա այս վիճակը դուք երբեք իրեն չեք կարող հանել, ես ասացի, որ երբեք իրեն չեք կարող հանել գահից։ Ես հերթականությամբ իհարկե լրիվ ասել եմ, ուրեմն ինչա լինելու եւ ասացի, որ հոգեվորական եթե դուրս է գալիս, եթե իրենք էլ հաջողություն չունեցան, ուրեմն դա մեր վերջի սկիզբն է եւ իրեն դուք չեք կարող հանել։ Ես կողմից ասել եմ, այդպես կատարվել է հերթականությամբ, չեք կարող հանել, որովհետեւ ինքը ուղղակի չեք կարող անել, եթե ինքը պարտվի, ասենք ընտրությունների, մինչև ընտրությունները ողջ մնա, եթե եւ ասենք ընտրություններին մասնակցի ու դուք եք գնաք քվեարկեք միամտորեն, որտեղ եթե իր տեխնատությունը դրված լինի, դուք չպիտի գնաք ընտրությունները, բոլորդ հավաքվեք հրապարակում եւ բողոքեք ու խափանեք ընտրությունները այս կերպ, ընդգծելով, որ եթե ինքը դրված է, միևնույն է ինքը կեղծելու է եւ ինքնանորից անցնելու, իսկ մենք չենք ուզում, որ թուրքերը գան մեզ մորթեն մեր հողում, որովհետեւ մենք բյուջեն քչացվում է, որը հատկացվում է զենքին, մեր պաշտպանությանը, մեր զինվորականությանը, ընդհանրապես այդ նախարարության համար, ուրեմն զինվորականության համար հատկացվող գումարը, հակառակ դեպքում մինչդեռ երբ ադրբեջանցիները զինվում են, իրանք պահանջում են, որ հայերը չզինվեն, իսկ իրանք զինվում են, այսինքն այստեղ ամեն ինչ գնում է նրան, պատրաստում է հպարտը նրան, որ մենք ոչ մի հնարավորություն չունենանք դիմակայելու, թուրքերը այդպես քայլելով մտնեն, ոնց որ ինքը քայլելով բարձրացավ գահին եւ սկսեց ժողովրդին, հայ ժողովրդին ոչնչացնել, հա։ Այսպիսի իրավիճակ եւ իրեն միայն մի տարբերակ կա, միայն մի տարբերակ հասկացաք, այդ տարբերակը, մնացած տարբերակը դուրս գալ եւ այլն, արդեն դա սպառվեց, դա կատարվեց անցավ, որը դա պիտի կատարվեր եւ հիմա միայն մի տարբերակ կա, այսինքն դուրս գալ միտինգ անել կամ չգիտեմ քայլել Հայաստանով եւ այլ ինչ-որ բաներ պահանջել, մոռացեք դա եւ շատ հնարավոր որ ինքը ասի, հենց տեսնի, որ ինքը նույնիսկ եթե գնա ընտրությունների ու ինքը միանշանակ կպարտվի, այս դեպքում կամ կկեղծի կամ արդեն եթե բացահայտ ժողովուրդը դուրս գասի քեզ չենք ուզում, հավաքվեն հրապարակում, այդ դեպքում ինքը կասի թուրքերին Ալիևեն կասի հարձակվի եւ պարետային ժամ կհայտարարի, մի խոսքով դուք չեք կարողանա, ինքը նորից կմնա, երկարաձգվում է, մենք չենք կարող հիմա ուրեմն ընտրություններ շարունակել, ինչպես որ դա կպահպանվի եւ այդպես։ Այս վիճակը եւ շատ բացահայտ կհայտարարվի, եթե ուզում եք Ալիևը չհարձակվի, ես պետք է մնամ, իմ գործը հասցնեմ ավարտին, խաղաղությունը դեռ չի բան եղել, ես այդ խաղաղությունը պետք է անեմ, այս sense ուրեմն խափեցում է լինելու, որտեղ ինքը ներն է, ես դա ասել եմ, իսկ ները միայն խափում է, միայն խափում է խափելով ամնում գահին։ Նշան, որ այսօր սեպտեմբերի 27-ը մոռացույցով օրանի օրն է եւ մենք գտնում ենք խավարման միջանցքում Նու դա է նաև իմ մոտ խնդիրներով ստեղծվեց, նաև վատ խավարումն է եւ գիտեք ցանկացած իրադարձություն երբ կատարվում է իհարկե սպանություններ, ինչ իրադարձություններ եղան այս ընթացքում, լուսնի խավարում, խավարման միջանցք, արևի խավարում, դա հիմնական արևի խավարներ պլյուս մինուս 2 ամիս, ես իհարկե դրան կանդրադառնամ, բայց հիմա այստեղ գրեմ թե ինչ է ուրեմն ինձ հետևորդներից մեկը Հովսեփ Հովսեփյանը ինձ գրել է խորին շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի ուրեմն համար կխնդրեմ անդրադարձ Հայաստանին միշտ գործում է բումերանգի օրենքը կխնդրեմ Հայաստանին անդրադարձեք այստեղ որոշակի տառեր վրիպել են ուրեմն 3 անգամ գրել է Հովսեփ Հովսեփյանը եւ խնդրում է որ լսեցիք որպեսզի ես անդրադառնամ Հայաստանին հիմա հարգելի Հովսեփ Հովսեփյան ես ինչու չեմ անդրադառնում Հայաստանին չգիտեմ դուք ձեզ այդ հարցը տվել եք թե ոչ եթե չեք լսել իմ մեկնաբանությունը բարձրաբանում է այդ հարցի շուրջ ուրեմն ինչու ես չեմ անդրադառնում այո նախկինում ես ստորակետ առ ստորակետ վերլուծում էի Հայաստանի քարտեզը եւ դա ճշգրիտ կատարվում էր բայց ինչ կատարվեց
ինձանից գողանում են, ասենք հոգեխանգարված գիժը ինձանից գողացավ քարտեզը, դուք ասես նույն ձևով վերլուծել, հա, որպեսզի կլիենտներ հավաքի, որ ասի, տեսեք, ես ինչ խելացի եմ։ Եվ առաջինը քարտեզը 30 տարի անց հայտնաբերեցի, բացահայտեցի ես, ու ինքը բնականաբար սատանայա, դիվահարված, պետք է ասի գրում է, որ ինքը այդի հատուկ գիրք կա, որտեղ գրված են, դա ամենավերջին ստախոսությունն ու պոռնկությունն է բնականաբար, այդ տենց մարդկանց ինքը մոլորեցնում է, որ տենց բան գոյություն ունի, ու մարդիկ էլ մտածեն, բան չի անանիլիս որտեղ է խոսում, եթե տենց գիրք կա, նման գիրք գոյություն չունի, դա պոռնիկի երևակայությունն է, դիվահարվածի երևակայությունն է։ Ինչևէ, իրան գողացան են, մյուսները եւս գողանում են, դատի են տալիս դրա համար, եւ որ ես բարձրաձայնում եմ, ու այդ ժամանակ ոչ մեկ տեսեք, այդքան իրադարձություններ եղավ, այդքան վնաս ինձ հասցրեցին, այդ ամեն ինչը արեցին, ոչ մեկ չդատապարտեց։ Ոչ մեկ չդատապարտեց հոգեխանգարված գժին եւ ընդհանրապես ոչ մեկ չդատապարտեց սուտը, խաբեությունը, գողությունը։ Հասկանում եք, ոչ մեկ չդատապարտեց, այդքան մարդկանց եմ օգնել, այդքան կյանքեր եմ փրկել, բայց ոչ մեկ գոնե ասենք այդ ձևով իրանք շնորհակալություն հայտնեին, հա։ Ոչ մեկ չասեց, որ այո, այդ մարդը գողացել է, այդ մարդը ձեզանից գողանում է, դուք եք ասում ճշմարտությունը, Հայաստանի ինչ ասում եք, իրանք գողանում են, ներկայացնում են իրան ձևով ձեր ասածը, ձեր կանխատեսումը գնում են այդ աղբի տեղը աղբանոցն է, գնում են այդ տաղավարները, որը աղբանոց է, ու իրանց այդպես իմ արած աշխատանքի դափնիները վայելում են իրենք, ու մարդիկ էլ լսում են, ասում են, տես ինչ խելացի կանխատեսում անում, բոլորը կատարում են, ինքը լավ աստրոլոգ է, այսինքն Աննա նստի չարչարվի, իսկ ես օրեր շարունակ եմ գրում Հայաստանի կանխատեսումը, դա շատ դժվար է։ Ես ասեմ ցանկացած կոնսուլտացիա, ցանկացած այդ կանխատեսում անում եմ, իմ առողջության վրա բացասական անդրադառնում։ Ես մտնում եմ մարդու էներգետիկ դաշտը ու այդ ամեն ինչը Հայաստանի համար ու այդ ամեն ինչը ես տեսնում եմ, ինձ համար շատ ծանր է, հետո երբ որ կատարում է, հազարապատիկ ծանրանում է, ու ես այդ դժվարությունների միջով անցնեմ, ու ինչ որ պոռնիկներ, գուշակներ վերցնեն ու իմ դափնիները վայելեն։ Ու ես ասած մնամ մենակ։ Հասկանում եք, ու ամեն ինչ անում եմ, որ իմ վիդեոները չտարածվեն։ Հասկանում եք, ես ինչ ծանր վիճակում եմ հայտնվում, ու ձեզանից ոչ մեկ գոնե մի անձնավորություն չկանգնեց ու չդատապարտեց այդ անձնավորությանը, որ դուք գողանում եք Հակոբյան Աննայից, սրիկաներ, դուք գողանում եք Աննա Հակոբյանից, դուք սրիկան եք։ Ես ասեցի, մտեք իմ էջը ու գրեք, մտեք ու իմ էջում ու գրեք, բայց ոչ մեկը դա չարեցիք։ Թե այնտեղ, գիտեք, մատերի վրա հաշված մարդիկ, մեծ հաշվով հազարների մեջ դա չի երևում։ Ոչ մեկը չարեցիք ու միայն պահանջում եք, Աննա, Հայաստանի մասին ասեք, այս դժվարի ժամանակներում, երբ որ ես ներկայացնում եմ համաշխարհային աստրոլոգիային, Հեղոման ինձ ասում են, մեզ դա հետաքրքիր չի, այսպես տգետներ կան։ Ես ասում եմ, ինտելեկտով ցածր մարդիկ են հավաքվել գուշակների շուրջը, եւ իմ մուտքը այս ասպարեզ մի քիչ այստեղ բալանսը խախտվեց, մարդիկ հասկացան, որ չէ, սա գուշակ չէ, այս մարդը լուրջ բաներ ասում, իր ասածները կատարում են, լուրջ մասնագետ է։ Կրթված մարդ է, կրթություն ունի, համալսարաններ ավարտել, ունի կրթություն, այս մարդը դա այդպես չի։ Եվ հիմա այդ տրանսֆորմացիան է կատարվում, որ սկսում է լուրջ վերաբերվել այս ամենին։ Այս վիճակը չլիներ, ուրիշ բան, բայց Հայաստանում հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Նախ շատ փոքր է, եւ իրավիճակն է այսօր շատ ուրիշ, փոխանակ բոլորդ հավաքվեիք իմ շուրջ, ասեիք, գիտեք, դատապարտեիք չարին, որտեղ դա նաեւ եթե վերլուծենք, հոգեբանորեն ձեր մեջ զարգանում է այն գիծը, որ արթնանում է այն գիծը, որ դուք կարողանում եք համախմբվել։ Ես իմ օրինակով, մի փոքր օրինակ, հա, ես այստեղ մի փոքրիկ ինչ որ մարդ եմ։ Մի փոքր օրինակով դա ասում է այն մասին, որ դուք հավաքվեք ճշմարտության կողքը, ու դուք չեք դատապարտում, վախենում եք, վախը մտածա բոլորիդ մեջ։ Այդ դեպքում, երբ որ եթե դուք Աստված ունենայիք ձեր մեջ, 100% լիներ, 1000% լիներ ձեր հավատքը, անմնացող, դուք ոչ մի բանի չեք վախենա։ Ինչի ես չեմ վախենում, որտեղ իմ հավատքը 1000% է առ Աստված։ Դա համար ես չեմ վախենում։ Նախ ես չեմ վախենում ասելուց, եւ երկրորդն էլ թքած ունեմ այս տեսակ կյանքի վրա, այս մոլորակի, որտեղ ես այն ինչ որ պիտի լինի, ես գիտեմ, թքած տենց կյանքի վրա։ Ինչևէ, ու դրա համար հարգելի Հովսեփ Հովսեփյան, ես տեսեք չէի բարձրաձայնում, դրա մասին չէի ասում, բայց այդ վիրավորանքը իմ սրտում կար։ Հիմա դուք գրեցիք, ես ասեցի չէ, Աստծո կամքն էր, որ ես
այսօր հանդիպեի ու ասեի Աստծո կամքներ, որ ես ասեի։ Պատահական ոչ մի բան չինում եւ ես չեմ տրտնջում, որ երեք այդքան խոսեցի, բայց չստացվեց ու հիմա ես նորից եմ անդրադառնում այս հոգնած վիճակից, երբ որ գործերը լցված են ուղղակի ու ես ֆիզիկապես չեմ հասցնում։ Հասկացաք։ Ինչևէ ես Հայաստանի մասին ես հիմա քարտեզը բացել եմ, երկու խոսքով կասեմ, որ ուրեմն մենք գտնվում ենք վատ ժամանակահատվածում եւ այն ինչ որ կատարվում է ի վնաս մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի։ Ես իհարկե սա ասել էի ավելի շուտ, ասել էի, որ այս խավարումները կոնկրետ մեր երկրին բերելու են վատ իրադարձություններ եւ իսկ ավելի վաղ ասել էի, որ 25-26 թվականը Հայաստանի համար լինելու է շատ վատ, կամ մենք գոյություն չենք ունենա որպես Հայաստանի անկախ հանրապետություն, կամ կլինենք որպես թուրքերի, այդպես ինչ որ արևմտյան Ադրբեջան, ինչպես որ Ալիևն ասում, հա, այսինքն դեռևս ինչպես որ ասել էի նորից 20 թվականի, 26 թվականի սկսվելու են բարդությունները, դժվարությունները, ծանր ժամանակահատվածը ու հիմա ուշադիր լսեք հիմա այդ նախապատրաստական աշխատանքներն են գնում այդ ամեն ինչը արվում է գաղտնի, ինչպես անվտանգության ղեկավարը գնաց իր ղեկավարի մոտ, Ալիևի մոտ հանդիպելու ինչ-որ հարցեր պարզելու, մենք կդե գերի ունենք, չունենք, գերիները կվերադարձվեն եւ այլն, դրա մասին չոք խոսք չկա, պահեց մի 4-5 տարի, մինչեւ կգա մյուս ընտրություններ, նոր կարող է մի հատ երկու հատ գերի բերի, կամ ասենք թոշակ բարձրացնեն, տեսեք ես ինչ լավ, այսինքն 5 տարի տենց կճզմեմ ձեզ, հենց որ գատակ մի հատ ես ասեմ, չէ, կներեք, բայց ուղղակի համեմատությունը դիպուկ է, ոսկորը սոված են պահում ժողովրդին հետո գալիս ընտրության ժամանակ մի հատ ոսկոր ենք գցում, այսինքն այն ինչ որ մսակտորը պետք է տան, որ ժողովուրդը լավ ապրի, չէ, ասում են սոված մնացեք այդպես, որ ոսկոր եկցեք, ուրախանաք նույնիսկ ոսկորի համար։ Այս ձևով են պահում։ Չեմ ուզում շատ, տեսեք, պետք է սկսեմ Հայաստանի մասին ասել ու սկսեմ նյարդայնանալ։ Բա պատկերացեք, երբ որ ես մտնում եմ էներգետիկ դաշտը ու նայում եմ, տեսեմ ինչ է կատարում, խելագարվելու է։ Դա համար ես չեմ ասում, ես իմ առողջությունը փչացրեմ, որ պոռնիկները գնան իրանց համար ասեն ու ռեխը բացեն կներեք միջև ականջները ու իրանց երջանիկ ներկայացնեն, որ դա այդ իրենք են անում։ Ես դա չեմ կարող։ Իրանց եմ կերակրում, ինչի համար։ Պորտաբույցները իմ հաշվին նստած իրանք իրանց համար գնում են լիսին որտեղ նկարահանվում են, մենք ենք լավ ենք ապրում, տեսեք ինչ լավ ենք ապրում։ Բոշեքը։ Ուրեմն ես ասեմ, որ ուրեմն մենք հիմա վատ ժամանակահատվածում ենք եւ ընդհանրապես այս ղեկավարությունը այն ինչ որ անում է, դա ապազգային է, հայ ազգի դեմ է, հայ պետականության դեմ է արվում։ Քանդվեց, որոշումներ քանդեցին եւ եթե ձայն չաներ դա այդպես էլ կգնար համալիրը, Եղեռնի հուշահամալիրը, հա, զոհված ցեղասպանության։ Դա արվեց եւ ասենք մի ազգային գործի, ну չգիտեմ, չեմ ճանաչում իրեն, կոնկրետ ինքը նամակ ուղարկեց ԿԳՄՍ նախարար կոչվածին, եւս ջհուդաթուրք եւ հիմա ինչ որ ժամանակ կանգնեցրել են կամ էլ չեն շարունակում, չհամարակալված քարեր, ավերածություններ եւ հիմա փորձում են, այսինքն եթե միջամտություն չուներ, իրանք այդպես կքանդեին եւ ես կարծում եմ, որ հիմա անձրևներ ձյուն դժվար թե կարողանան 2026 թվականի ուրեմն ապրիլին դա հասցնեն ավարտի, իրենք գիտեն երբ քանդեն, որպեսզի դա չիրականանա։ Ինչևէ, այսինքն, բայց տեսեք ինչքան քիչ մարդ նայեց, այսինքն շատ քիչ մարդկանց է հետաքրքրում։ Դու ասում ես եւ այլն վերլուծում ես, բայց մարդկանց առանձնապես հետաքրքիր չի, մարդիկ դուրս չեկան, որ ինչ վերանորոգում, ինչի է այս ձևով վերանորոգումը ժողովուրդը պիտի հավաքվեր հրապարակում կամ Արարատ սարը, հա, հանել շտամպի վրայից աստիճանաբար տեղից հետո լսել եմ մեկ այլ տեղից եւս հաստատ չգիտեմ դա համար հաստատ չեմ ասում եթե դու գիտեք էլի որտեղից է ծխախոտի հետ կապված լսել եմ որ հանվել է եթե դա ճիշտ է խնդրի մեկնաբանություններում գրեիք ինչեւ ինքը արդեն հանեց տեսա ոչ մի դիմադրություն չկա ոչ մի ընդդիմություն չկա ասեց ինչ լավ է հիմա ստեղ կհանեմ հետո սա կհանեմ հետո սա աստիճանաբար որպեսզի դուք չզգաք ոնց որ խեցգետին է եփում է ջերի մեջ ինքը ուտում է աստիճանաբար կրակը կամացա ինքը եփում է հետո ինքնադառնալու կերակուր Բայց քան որ դա դանդաղ է, իրան էլ կերակուր են որ ինքը ուտի սոված չմնա լապի, հա, ինքը չի զգում, որ իրան են ուտելու, այ հիմա դուք ես վիճակում եք, հասկանում եք, ու մարդիկ շատ անտարբեր, այդքան ասում եմ ամեն ինչ անում են իհարկե, որ իմ վիդեոները չտարածվի և իրանց խաբեությունները, չէ, ֆեյքերը, կոնկրետ մարդիկ նստած են, աշխատում են այդ ուղղությամբ,
որպեսզի խաբեություն է ձեզ ասեն աղոթեք, այսպես է լինելու, Ալիևը շատ հեսա կմեռնի, Էրդողանը կմեռնի, հեսա էս կլինի, մարդիկ էլ ուրախանեն, վայ Աստված ջան օգնի, նստենք աղոթենք, որ օգնի։ Ապշում ես էլ։ Դե հիմա էսա, արդեն լիվ դեգրադացվել է, դա եւս ըստ մեր քարտեզի մարդիկ դեգրադացվում են, եւ ես դրա մասին խոսել եմ հիմա նորից չանդրադառնամ։ Ինչևէ, սա ուղղակի որպես ուղեցույց, այն ինչ որ կատարվում է հիմա, ուրեմն դա միայն բերելու է վատ իրադարձություններ, վատ գործողություններ, այսինքն եթե անվտանգության ղեկավարը այս ժամանակահատվածում գնացել է Ալիևի մոտ, այստեղ ենթադրել որ չէ, դե ինչ որ հարցեր է երևի գնացել պարզաբանել չէ, այս ժամանակահատվածում կատարվում է Հայաստանի համար վատ իրադարձություն, ինքը վատ պայմանավորվածությունները ձեռք բերել, պետք է լինել շատ զգուշ։ Սա ես կոնկրետ ասում եմ, աստրոլոգիան չի կարող սխալվել, եթե դրանով զբաղվում է ներկայացումը պրոֆեսիոնալ է։ Փաստորեն, այն ինչ որ հիմա կատարվում է, այն գործողությունները ինչ որ կատարվում են ի վնաս հայ ժողովրդի։ Ես դա ասում եմ քարտեզից ելնելով, տեսնում եմ ինչա կատարվում։ Եվ հիմա ուշադիր պայմանավորություններ ձեռք կբերվեն, իրադարձություններ կլինեն եւ դա ընդհանուր նաեւ աշխարհի, այստեղ եթե ես հողում անեմ համաշխարհային աստրոլոգիային, այստեղ նաեւ ուրեմն աշխարհում լինելու են վատ իրադարձություններ, իրանք բոլորը հիմա սահմանավորվում են, այդ process-ն ագնում սահմանավորվում են եւ հետո դա կարող է արդեն փետրվարի վերջ, փետրվար մարտ ամիսը լինել շատ ծանր ամիս, այստեղ կարող է նաեւ ընդհանուր նախագահ, պրեզիդենտ լիկվիդացնեն, այդ վտանգը եւս կա եւ իհարկե Հայաստանի համար ես ասել էի, որ 25-26 թվականը Հայաստանի համար լինելու է ծանր կամ կլինենք այս տարբերակով կամ մյուս տարբերակով, իսկ նույնիսկ 20 թվականից ասել եմ, որ մենք ընկնում ենք անդունդը, այս է եւս ինձանից գողացել է։ Մենք ընկնում ենք անդունդը եւ անդունդից ոնց դուրս կգանք, ինչ կարգավիճակով կամ դուրս չեն գա եւ այլն, արդեն թուրքական որպես վիլայետ, թե ինչ տարբերակ կլինի, բոլոր դեպքերում այս իրավիճակն է այնպես, որ արժևում ավելի դժվար է լինելու, որի մասին ես նորից 20 թվականին եմ ասել, 26, 27, 28, 29 այդպես դժվարություններ են լինելու եւ Հայաստանի համար եւս ես արդեն դա ասել եմ, այնպես որ ինչ որ կատարում է, եթե իրենք իշխանության գլուխ են, ուրեմն իմացեք, որ ամեն րոպե մեր կյանքը թելից է կախված շատ վտանգավոր է։ Եթե երի թուրքերը նստած են իշխանության, մեզ համար շատ վտանգավոր է, շատ։ Տեսեք Վալոդիա Գրիգորյանի սպանությունները եղան, այսինքն նայեք, ես ասել էի, որ սա վատ արևի վատ խավարում է եւ լինելու են վատ իրադարձություններ, շատ վատ իրադարձություններ լինում Հայաստանում մասնավորապես, որտեղ դա մեզ կոնկրետ վերաբերում է եւ այդ սպանությունները մենք նկատեցինք։ Ես ուզում եմ նաեւ նշել Նեպալի դեպքերը, ես հիմա շատ չմանրամասն, որտեղ դուք արդեն գիտեք ինչեր է կատարվել, ուրեմն ինչ արեցին վարչապետի հետ, վարչապետի կնոջ հետ, որը գիրք էր գրում, կրթում էր, այդպես այդ տան մեջ վառեցին եւ այլն։ Այդ հեղաշրջումը եղավ Նեպալում, երկրաշարժեր Ճապոնիայում եղավ, Թայվանում եղավ երկրաշարժ, Ստամբուլում եղան որոշ դժգոհություններ, Ֆրանսիայում եղան, ուրեմն ազգային ժողովներն ուզում ցրել բոլոր դեպքերում բողոքներ եւ ժողովուրդը դուրս եկավ, ասեմ որ Լոնդոնում ժողովուրդը նաեւ դուրս եկավ, մուսուլմաններ, որ այդքան իրավունքներ են տվել, բազմահազարանոց ուրեմն այդպես հավաքեր ժողովուրդը Լոնդոնում բողոքում էր այն ամենը, ինչ որ այն առավելությունները, որ Անգլիայի ղեկավարությունը տալիս է մուսուլմաններին, ինչ ուզում են անում են, ինչ հանցանք ուզում են գործում են եւ դա ներվում է։ Այսպիսի իրադարձություններ եւ նաեւ Չարլի Կիրկի սպանության մասին եմ ուզում ասել, որ հանրապետական էր Տրամպի գաղափարակիցը, կողմնակիցը եւ այլն եւ իրեն եւս սպանեցին մարդ, ով դասական ընտանիքներ ընդունում, ավելի դրական ուրեմն գաղափարներ արտահայտում էր դասական, այսինքն հայր մայր, հա, ոչ թե ծնող առաջին կամ ծնող երկրորդ դեմ էր ուրեմն LGBT-ին եւ այլն երեխա աշակերտներին, ուսանողներին ավելի ճիշտ ինքը քարոզում էր դասականը եւ ճիշտ ասո այդ կանոնները եւ այլն ճիշտ ուղու վրա էր դնում ավելի, այսպես ասենք, ինչևէ դա չներվեց եւ
Այդպես եւ այդ ամենը կատարվեցին իհարկե այդտեղ հլուսնի խավարման միջանցք արևի խավարում, հա, այսինքն դա հիմնականում արևի խավարումներ եւ տեսեք իրենք վերևներում շատ լավ տիրապետում են եւ գիտեն ինչը երբ անեն, այդ ներքևներում որ չգիտեն եւ չեն էլ ուզում այդպես, չգիտեմ, գիտելիք չունեն կամ հնարավորություններին դեռևս ծանոթ չեն միգուցե եւ իրենք չեն օգտվում սխալ քայլեր են անում, ինչ որ կուսակցություն են բացում, ինչ որ ժողով են հրավիրում, լրիվ սխալ ժամանակներ, իրանք կմնան լրիվ սխալ էներգիայի տակ ու դա տաննա լրիվ ուրիշ տեղ։ Ժամանակ են կորցնում, այսպես ասեմ, ժամանակ են կորցնում, չեն հասկանում, որ ամենաթանկ բանը ժամանակն է, եթե դու կորցրեցիր այդ պահը, հետո էլ արդեն քեզ տարիներ ապետ կամ դու դուրս ես մղվում ու վերջում ասում ես չստացվեց, ժողովուրդը չհավաքվեց եւ այլն, այստեղ կապ չունի, այստեղ դու պետք է լինես խելացի, որ հասկանաս եւ վերևները դա օգտագործում են այդ գիտելիքը, աստրոլոգիան, թվագիտությունը, բայց ներքևներում դրան լավ չեն տիրապետում։ Ինչևէ, ես զգուշացրել էի, որ նման իրադարձություններ, վատ իրադարձություններ են լինելու եւ այդ ամենը կատարվեց, ինչպես նաեւ կատարվեց Հայաստանում եւ Հայաստանում կատարվելու է գարնանը փետրվար-մարտ, այսինքն այդ ժամանակահատվածում պատողները կքաղեք։ Այսպեսի բան։ Հիմա տեսեք այդ էներգիան գալիս է, տեսեք զգուշացնում եմ, ոնց որ վթարը, հիշում եք ես 22 թվականին հապարտի վթարի հետ կապված ասացի, որ վթարա լինելու իր ՇՔ խմբի հետ, այսպես ասած, իր հետ կապված ավտովթարա լինելու եւ դա իմ նշատորը կատարվեց։ Եվ ասացի էներգիան այսպես է կամ ինքնը մարդ սպանելու մեքենայի տակ գցի, իր էսկորտը, իր մեքենան եւ այլն, կամ դուք կամ ինքը այդ մահը գալիս է, այդ վթարը լինելու է, հասկանում եք, ու հիմա այդ վատ իրադարձությունը լինելու է։ Եթե ոչ դուք, ուրեմն ինքն է ձեզ խոսքով շատ վատ է լինելու։ Սա է ձեզ կոնկրետ ասեմ եւ հիմա ես երևի թե արդեն անցնեմ մի քիչ, միգուցե շատ ցրված եղավ, ոչ թե մի քիչ այլ շատ, կարծում եմ դա է պատճառը, որովհետև շատ հոգնած եմ եւ ուղղակի եթեր չմտնել չէի կարող, անպայման պիտի ներկայացնեմ, որտեղ խոսք ստացել էի եւ ներող կլինեք, եթե մի քիչ այդպես ցրված է եւ ոչ կենտրոնացած, որտեղ ինձ դժվար է հիմա կենտրոնանալ, ինչևէ ես ներկայացնեմ հոկտեմբեր ամիսը, ուրեմն կունենանք լիալուսին, հոկտեմբերի 7-ին լիալուսին 21-ին կունենանք նորալուսինը, Վեներան կփոխի նշանը, ինքը դուրս կգա կույսի նշանից եւ կտեղավորվի կշերքի նշանում, ի վերջո ինքը իր նշանում է, խոյի դեպքում ասցենդենտը խոյի դեպքում, կույսի դեպքում արդեն ինքը իր նշանում է, իր տանն է, այսինքն բավականին հզոր է։ Վեներան Պլուտոնը կդառնա ուղղընթաց, որ գտնվում է ինքը ջրհոսի նշանում, ինքը այդտեղ արդեն 20 տարի մնալու է, ես այս մասին ասել եմ եւ ջրհոսները դա կզգան այդ էներգիան, հա, ինչպես նաև Մերկուրին հոկտեմբերի 6-ին ինքը կմտնի կարիճի նշան, իսկ արդեն հոկտեմբերի 29-ին դուրս գալով կարիճի նշանից կմտնի աղեղնավոր նշան, այսինքն կհասնի երկու նշան փոխել։ Ինչպես նաև Նեպտունը հետընթաց լինելով կմտնի ձկան նշան, Սատուրնը նախորդ ամիս մտավ ձկան նշան, հիմա արդեն Նեպտունն է մտնում ձկան նշան։ Եվ բնականաբար արևը կփոխի իր նշանները, հա, այս իրադարձություններն են, արդեն անգիր գիտեմ։ Այս իրադարձություններն են, որ սպասում եմ ես հոկտեմբերին, ինչ եմ նշում բոլոր դեպքերում ինձ իմ հետևորդներից մեկը ասել էր, դե ինչ եք դա ասում, արևը ուրեմն մտնում կամ այս մոլորակը միևնույն մենք չենք հասկանում, դուք մեզ ասեք ինչ իրադարձություններ են լինելու։ Ես պարզապես սկզբում գոնե պիտի նշեմ, որովհետև դա պրոֆեսիոնալ չի հնչի, եթե դու նստես ասես սա է լինելու, բայց ինչ փաստի վրա, հա, ես գոնե պիտի նշեմ, որ այս մոլորակները փոփոխվում են, որտեղ մարդիկ կան, որ քիչ թե շատ հետաքրքրված են եւ իրենք պիտի իմանան, որովհետև ինչքան շատ մոլորակները նշանները փոխում են կամ հետընթաց են ուղղընթաց, այդ էներգիաներն են փոխվում եւ իրենք գոնե հասկանում են մոտավորապես ինչ է կատարվում։ Եվ այսպես, ուրեմն հոկտեմբերի սկզբներին այսպիսի ուրեմն իրադարձություն կարող է լինել, ինֆորմացիա, ես ձեզ ասեմ հետևյալը, որ առաջին քայլը ուրեմն նախաձեռնությունը, հա, պետք է լինեն այդ ծեղջունների մոտ, ներողություն, կույսերի մոտ, ինչպես նաև ձկների եւ խեցգետինների մոտ, ինչ որ հարցեր բարձր, հանդիպումներ ունենալ,
թեկուզ հարազատների ընտանիքում հարցեր պարզաբանելը կամ ընկերների հետ կամ ամուսնական, հա, կամ սիրող զույգեր են իրենց հարաբերությունները փորձեն ճշտել, շատ կարևոր է, իրենց համար շատ հեշտ կլինի, այստեղ նախաձեռնությունը ձեր կողմից է, նույնիսկ եթե դուք չանեք էլ դա ինքնաբերաբար ձեզ մոտ ավելի հաջող կստացվի, իմ նշածս նշանները, իհարկե կարող է եւ ասենք աղեղնավորների կշարքների համար կամ ուրեմն խոյերի երկորյակների համար եւս այդպես սովորական, հա, բայց ասեմ, որ ուրեմն ջրոցների եւ առյուծների համար, ինչպես նաեւ ցուլերի համար, այստեղ արդեն կոնկրետ կարող են խնդիրներ լինեն եւ իրենք պետք է մտածեն ճիշտ ժամանակահատվածում նման քայլերի դիմել եւ 10 չափեր մեկ ձևել, հա, որպեսզի դուք հանկարծ չսխալվեք, սխալ մարդու հետ չհանդիպեք, սխալ պայմանավորվածություններ, սխալ խորհուրդներ եւ ֆինանսական, ամենակարևորը ֆինանսական գործողություններ, հա, իմ ուրեմն ջրհոսներ, առյուծներ, ցուլեր, ֆինանսական հարցերում պետք է լինեք ուշադիր, այսպես սա կարող եմ ուրեմն ձեզ խորհուրդ տալ, նո հոկտեմբեր ամիսը, գրեթե հոկտեմբեր ամիսը, ուրեմն ուշադիր եք լինում, իսկ ասենք այդտեղ ջուրները, կույսերը, ձկները, խեցգետինները, իրենք որոշակի հարցեր կան, որ իրենք կպարզաբանեն։ Հավանաբար այսպիսի իրավիճակ կլինի իրենց հետաքրքրող կամ ասենք ովքեր որ կդիմեն իրենց են հետաքրքիր, այսինքն այսպիսի պարզաբանումներ կլինեն, կուզենաք հասկանալ ինչ է կատարվում, կուզենաք հասկանալ ինչ կարելի է անել, հա, ոնց դուրս գալ այդ վիճակից եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ ձեզ հնարավորություն տեզերքը կտա, կընձեռի, որպեսզի դուք ուրեմն դիմեք կամ ասենք մասնագետի, նայած ով ուրեմն ձեր ասцендենտի նշանով պետք է լսեք, հասկանաք առողջական վիճակին կվերաբերի, հարազատներին կվերաբերի, ղեկավարին կարող է վերաբերել, թե շատ կոնկրետ ամուսնական հարցեր են կամ եւ այլն, հա, կամ ասենք շատ կոնկրետ ֆինանսական հարցեր են, աշխատանքի հետ կապված, որ դուք պիտի պարզաբանեք։ Այսպեսի իրավիճակ կարող է ստեղծվել հոկտեմբերի 7-ին տեղի կունենա լիալուսինը։ Հիմա քանի որ արևի վատ խավարումն է, ինքը ինչ որ առումով այդ լարվածությունը կթուլանա արդեն եւ դա կլինի խոյի նշանում 15 աստիճան արևի լուսինը կհակադրվեն Հայաստանի ժամանակով 7:48 րոպե այն տեղի կունենա խոյի նշանում եւ իհարկե այստեղ հնարավոր է զույգերին վերաբերել, այլ որ ասեցի համագործակցություն, ինչպես անել եւ այլն, այնպես որ խոյերի մոտ սիրելի խոյեր, նաև հարցեր կա ամիսներ առաջ ինչ իրադարձություն որ ձեր մոտ կատարվել է, ոմանց մոտ հնարավոր է որ լավ իրադարձություններ լինեն, ոմանց մոտ հնարավոր է որ ըստ իրենց անձնական քարտեզի բարդ իրավիճակներ լինեն եւ դուք հիմա պիտի վերլուծեք, հասկանաք ինչ եք անում, ինչպես եւ այլն, հավանաբար որոշ խոյեր արդեն հասկացել են իրենց հետագա անելիքների մասին, այդպես եւ կփորձեն ինչ որ բաներ կարգավորել։ Ես ասեմ, որ Հայաստանի նաև մի քիչ անկապ է ստացվում, ես հիշում եմ, ասում եմ, շատ հոգնած եմ, ներող կլինեք, ուրեմն Հայաստանի դեպքում նաև այստեղ ես հիշում եք, ասել էի, որ ես ուղղակի ասեմ, որ դա միայն ես եմ այս ձևով նկարագրել, որ կյանքի թելը կտրվում է, աստիճանաբար թելը կտրում է, դա վաղուց եմ ասել, որ այսինքն զրկվել Հայաստանից վատ իրադարձություն է կատարվում հիմա։ Ես ինչու եմ ասում, որ գնացել են այն ինչ որ լինում է վատ է լինել, ես քարտեզի հիման վրա եմ ասում, դա իմ երևակայությունը չի։ Եվ այդ թելը կտրվում է։ Դա եւ անդրադառնում է ղեկավարին եւ մեր պետությանը ժողովրդին է անդրադառնում, այսինքն դա նշանակում է, որ վատ պայմանագրեր են կապվում, վատ իրադարձություններ դուք հիմա դրա մասին չգիտեք, հետո սկուտերի վրա ձեզ կմատուցեն, որ այս sense պիտի լինի, ես էս կարող ձեզ պիտի հարցնեմ, չէ՞, դա իր խոսքն է։ Հիմա էլ կասի կարող ձեզ պիտի հարցնեմ, անվտանգության ղեկավարը գնաց, մենք իմացանք ինչ պայմանավորվեցին, ինչ եղավ, ոչ մի բան չկա, գալիս են սուտ են ասում։ Իրանց ուրեմն կառավարությունը հիմնված է ստի վրա, մի օր դա կքանդվի այդ սուտը, բայց այդ քանդվելուց մենք այնտեղ 5000-ից ավելի երեխաներ կորցրեցինք ու հաշմանդամներ, մենք տարածքներ ենք կորցնում, մենք այս վիճակի մեջ ենք, հա, հետո ինքը պատժվի չպատժվի, մենք այսքան այս ամեն ինչ ունեցանք, հետո դա վերականգնելն է դժվար։ Այսինքն նաև այս ձևով մտածելն էլ ճիշտ չի։ Մենք ասենք, հա դե լավ, մեկը ինքը պատժվել է, որ ինքը սենց է, հա, բայց մենք կորցնում ենք, չէ՞։ Սպանություններ են լինում, բանտարկություններ են լինում։
ու դուք ասում եք դա մեկը ինքը օրենքով վերը սպասենք, հələ սպասենք, դե սպասենք, լավ, օքեյ, սպասենք։ Ինչևէ, այդ դրա մասին ասում որ կյանքի թելը կտրվում է։ Տեսեք աստրոլոգիայի առավելությունը ինչումն է, իմաստը ինչումն է, ես գրեթե միշտ ասում եմ, որ դուք պիտի նախորդ իմանում եք, հա, ես դες ասեմ, որ այս ընթացքում արդեն փետրվար մարտիրնելու է շատ ծանր, աշխարհի առումով է շատ ծանր, եւ հիմա կնքվում են վատ պայմանագրեր, վատ հանդիպումներ եւ այլն եւ այլն։ Դուք նստած սպասում եք, որ դա լինի, ու ասում եք օրենքը հետո մենք կպատժենք, հետո սենց, ահա ինչ ասեմ, ես ձեզ նախորոք ասում եմ, որ սա այսպես լինելու է, դե չգիտեմ, ժողովրդի ձեռքը ինչ ճար կա, ու հետո առանձնապես մեծ դիտումներ չկա, ամեն ինչ անում որ դիտումներ չլինեն, բնականաբար կոնկրետ մարդիկ աշխատում են կոնկրետ, որ սա չտարածվի, եւ ինչպես որ ասացի, դուք էլ ալարում եք, որ տարածեք, հանկարծ չտարածեք, այդպես բան չանեք։ Միայն պահանջում եք, ասեք Հայաստանի մասին միայն պահանջներ եք ներկայացնում, եւ բայց ոչ մի բան դուք չեք անում, ոչ մի բան, մատը մատին չեք տալիս, մի քանի հոգի, ես գիտեմ ովքեր են, մի քանի հոգի, որ դա անում են, ինչեւ Հայաստանի մասին այսքանը կասեմ ավել չեմ ասի, եւ բոլորն են ովքեր կգողանան, այն ինչ որ նույնիսկ սա ասեցի, կգողանան կփորձեն ասել, ինչ ասեմ, իրանք կգրեք դատապարտեք չեք անի, ստուգենք, էլի հələ տեսնենք։ Ինչեւ ովքեր ինձանից կգողանան, գողանում են, դրանք պոռնիկներն են, որ գողանում են դևերը։ Ուրեմն լիալուսինը եւ մենք անցնենք առաջ հոկտեմբերի կեսերին միաժամանակ միևնույն օրը կեսերին Պլուտոնը դառնում է ուղղընթաց որ գտնում է ջրոսի նշանը եւ Վեներան փոխում է նշանը մտնելով իր նշան բնականաբար անհամբեր սպասում է որ հիմա դուրս գա այդտեղ աստիճանաբար իր էներգիան մեծանում է որ ինքը կմտնի կշերքի նշան մինչեւ նոյեմբերի 7-ը մնալու է այդտեղ եւ մաքսիմալ մենք պիտի օգտագործենք այն թեման որը վերաբերում է հարաբերությունների կարգավորելուն որը վերաբերում է ֆինանսներին սիրո թեման այսինքն եթե գժտված եք եթե ինչ որ խնդիրներ կան ձեր հարազատների մտերիմների հետ փորձեք այդ հարցը կարգավորել Երբ ինքը կմտնի կշերքի նշան, այստեղ այդ ժամանակահատվածը բոլոր դեպքերում մինչև նոյեմբերի 7-ը այդ ժամանակահատվածը շատ լավ ժամանակահատված է հարաբերությունները պարզաբանելու, ճշտելու եւ կարգավորելու, ինչպես նաեւ այստեղ ամուսնության թեման կարող է լինել մեծ հնարություն կա ամուսնության թեման, բայց ամուսնանալը նշանվել ամուսնություն եւ այլն հիմա չենք անում, որքան ուշ դեկտեմբերին անեք, դա ավելի լավ հիմա կարող եք պայմանավորվել թեկուզ պատրաստվել, բայց ասենք ամուսնությունը կամ նշան դերեքը դա դուք նշանակեք դեկտեմբերին, երբ որ կգա ժամանակը, ես դա ձեզ կասեմ, երբեք հիմա ցանկալի չէ Պարզապես ինքը կջերմացնի հարաբերությունները կարգավորեք եւ ասենք որոշում կկայացնեք դա արդեն գործի կեսն է, հա, եւ որոշում ես կայացնում մնում են իրականացնել եւ այդ նախապատրաստական աշխատանքները բոլոր դեպքերում գոնե, ասենք հոկտեմբերից չէ, նոյեմբերից 22-ից սկսեք եւ ինչ որ իրադարձություն ամուսնություն կամ նշան դրեք, դեկտեմբերի 22-ից հետո մինչև հունվարի 1-ը դա իրականացնենք, գոնե եթե դա այդպես շտապ է, ինչ-ինչ հարցերի հետ պայմանավորված, եթե դա ասենք դա շտապ է։ Ուրեմն սա այս մասին եւ իհարկե ջրոցները անպայման կզգան այդ էներգիան, ես ասեմ, որ ջրոցներին իհարկե կլինեն դժվարություններ ձեզ առաջիկա 20 տարիներում դե կյանքը ոնց կարողա չլինի, բայց ասենք կոնկրետ այդ էներգիայի մասին եմ ասում, ինքը բավականին ծանր է, բայց կլինեն մահեր, կլինեն ծնունդներ կյանքում եւ այստեղ կարող է դիրքի բարձրացում լինել, կարող են լինել ֆինանսներ։ Դա արդեն ձեր անձնական քարտեզը ցույց կտա, բոլոր դեպքերում հեղինակություն հնարավոր է որ շատ ասցենդենտով ջրոցներ եւ ջրոցներ իրենց մոտ արդեն ուրեմն իրենք աշխատանք են անցել, իրենց հեղինակությունը բարձրացել է, իր շրջապատում իր ընկերները, բարեկամների ավելի գնահատում են, շփվում են, գիտեք, մարդ երբ որ պաշտում են աշխատանքի անցնում, այդպես լիքը արդեն հավաքվում է, չէ, իր շուրջը, հենց որ չի ունենում, ինքը ոչ մեկի պետք չի։ Այլ մոտապես այս վիճակն է, այնպես որ սիրելի ջրհոսներ, այստեղ հնարավոր է ճիշտ քայլերի դեպքում ձեր ուրեմն եւ եթե ձեր անձնական քարտեզում լավ էներգիան է կուտակված, դուք այդ ամեն ինչը ունենաք։ Իհարկե սա 20 տարի ընթացքում մեկի մոտ առաջի 5 տարում, մյուսը հաջորդ 10 տարի հետո է լինում, մեկը 5 տարի հետո, մեկը 7 տարի հետո, 2 տարի հետո, հասկացաք այսպես, մյուսինը վերջին բանն այս թե ձեր
մոլորակը, եթե արևի նշանով եք ձեր արևը, որտեղ գտնվում մյուս մոլորակները, իսկ եթե ասցենդենտի նշանով եք, ուրեմն նայած թե այդտեղ դուք ունեք մոլորակ, չունեք եւ այլն եւ այլն։ Բոլոր դեպքերում այդ էներգիան կա, ինքը ձեզ կբերի ուրեմն այն ինչ որ ես թվարկեցի ֆինանսներ, ժառանգություն, հեղինակություն եւ այլն պաշտոն անդրադառնամ նորալուսնին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին արևի լուսինը կմիանան 29 աշճանում եւ այնտեղի կունենա կշարքի նշանում։ Հայաստանի ժամանակով 16:25 րոպե։ Ահա տեղի ունենալու նորալուսինը եւ գիտեք այս նորալուսինը ինքը ավելի շատ տեզեքը կարծես թե տրամադրում է միասնության։ Տրանզիտներում ասենք եթե կա լավ էներգիան է կուտակվում, ես չգիտեմ ձեր անձնական քարտեզում որ էներգիան կուտակվի, բոլոր դեպքերում ընդհանուր եթե ասենք այստեղ ավելի շատ միասնություններն է լինում, ամուսնություն, միասնություն, եթե հարաբերությունները ուրեմն ասացի ընդհատվել են, ինչ որ տարաձայնություններ կան, բոլոր դեպքերում մեծ հնարավորություն է ձեզ տրվում, որպեսզի դուք կարգավորեք, եթե ձեր ղեկավարի հետ, ձեր աշխատակիցների հետ ինչ որ հարցեր կան, իմ նշած ժամանակահատվածում դուք կարող եք, այսինքն հոկտեմբերի կեսերից, հոկտեմբերի կեսերից եւ առավելևս սկսեք բանակցությունները փորձեք ինչ որ հաշտվել, կարգավորել ձեր ուրեմն հարաբերությունները եւ հնարավոր է երիտասարդ զույգերը այստեղ կամ ինչի ունեն ոչ միայն երիտասարդ, նրանք ովքեր ուզում են միասին ապրել կամ այդպես կարող են արդեն դա իրականացնել բայց իհարկե տեսեք հոկտեմբերի 21-ին, բայց եթե տեղափոխենք նոյեմբերի 21-ից հետո ավելի լավ կլինի, դեկտեմբերի 21-ից հետո էլ ավելի լավ կլինի։ Բոլոր դեպքերում կարող եք ինչ որ առումով դնել, ավելի պաշտոնական կտեղափոխվի մի քիչ ավելի ուշ։ Սրա մասին ձեզ ասեմ եւ հաջորդ իսկ օրը ուրեմն մենք ունենանք հետեւյալ իրավիճակը նախ մի քիչ էսպես արագ ասեմ այս անգամ էլ, ուրեմն հոկտեմբերի 22-ից մինչև 26 թվականի հունվարի 26-ը Նեպտունը գտնվելու է ձգան նշանում, սա կարևոր է, որտեղ 26 թվականին արդեն եւ Սատուրնը եւ Նեպտունը արդեն մշտական կտեղավորվեն խոյի նշանում, սա չասակ չեմ կարող, որքան էլ որ պահանջում են եւ այստեղ խոյերը ուրեմն գիտեք այս ժամանակահատվածում մինչև տարվա վերջ դուք պիտի որոշեք սիրելի խոյեր գիտեք նաև այծեղ ջուրները եւ խեցգետինները ինչպես նաև կշեղների հենց ապագայի հետ կապված գործերը դուք պիտի հասկանաք խորհեք սա հիմա լավ ժամանակահատված է որպեսզի դուք խորհեք եւ հասկանաք ինչ եք անելու ուր եք գնալու ում հետ եք գնալու ինչև է հարաբերություններն եք կարգավորելու, տեղափոխվելու եք այդտեղ բնակության ամուսնանալու եք, բաժանելու եք շատ տարբեր ըստ ձեր անձնական քարտեզի, բայց կարևոր է, որ ուրեմն նույնպես եմ ասում այդտեղ ջուրներ, խեցգետիններ եւ կշերքներ, որպեսզի դուք այդ հարցը լուծեք եւ ընդհանրապես կշերքների մոտ գիտեք, այդպես սիրո թեման գերիշխում է եւ միասնության սիրո թեման գերիշխում է, շատ լավ ժամանակահատված է, եթե բոլորը կարողանան նաև ժողովուրդը, այդ սիրո էներգիան է իջնում եւ դուք համախմբվեք, օգտագործեք այդ էներգիան եւ դուք համախմբվեք ներեք մեկը մյուսին, եթե հնարավոր է եւ միասին լինեք, որքան միասին ամուր այնքան ավելի ժողովուրդը որքան հավաքվի իրար մի ամբողջ մեծ բռունց կլինի եւ դա իհարկե շատ լավ է, այնպես որ ժամանակահատվածը կարող եք օգտագործել միանալու համար, եւ իհարկե իրենց ապագայի հարցում շատ ավելի արդեն երևի թե պարզ կլինի ջրհոսների համար, երկօրյակների համար ինչ է լինելու իրենց մոտ, իրենք երևի արդեն տեսնում են դա, հասկանում են մոտավոր, ինչպես նաև առյուծները եւ աղեղնավորները իրենց մոտ բոլոր դեպքերում այդ հարցը մի քիչ ավելի տեսեք, այսինքն հիմա կքննարկվի այս ժամանակահատվածը ինքը բավականին կարևոր է, կքննարկվի եւ իրենք արդեն կիմանան ինչ են անելու, գնալ են բուժվելու, խոսքի թե առողջական խնդիրներ ունեն եւ այլն, այսպիսի հարցեր կլինեն, այդ նշանների համար կլինի ավելի դյուրին հավանաբար արագ կստացվի, ասենց ասեմ։
այսպիսի իրավիճակ կլինի եւ 23-ին ապամանշենք, որ 23-ին հոկտեմբերի արևը կփոխի նշանը, կմտնի կարիճի նշան, սիրելի կարիճներ, այդ կապակցությամբ ես շնորհավորում եմ, թող ամենալավն ու բարին լինի ձեր կյանքում եւ դուք դա ընդհանրապես տրանսֆորմացիայի նշանն է եւ թող այն փոփոխությունները, որ ձեր կյանքում կլինեն, թող բերեն հաջողություններ, լավ փոփոխություններ թող լինեն եւ ունենաք շատ փող, որպեսզի ձեր ցանկությունները եւ ուզերը իրականացնեք։ Այս է իմ ցանկությունը եւ մինչեւ նոյեմբերի 22-ը ինքը արևը լինելու է կարիճի նշանը եւ ընդհանրապես այստեղ ապրումները շատ խորն են լինելու եւ ցանկալի է գիտեք ոչ թե բաժանությունը լինի դա բերի ապրումներ, այլ լինի միասնությունը դա բերի, հա, էլի խոր ապրումներ են չէ, միասնություն թե ուրախության ուրեմն այդ ապրումները լինեն եւ ոչ թե վատ ապրումներն են եւ թող ֆինանսական հարցերը կարգավորվեն, եթե իհարկե այդ ընթացքում ես կարծում եմ ինչեւ է այսպիսի իրավիճակ է եւ ասեմ, որ իրենց առողջականին ուրեմն ուշադրություն են դարձնում անպայման ջրհոսները, առյուծները եւ ցուլերը, ես կարծում եմ իրենք կանցնեն դրա միջով, ով ինչ խնդիր որ ունի անպայման անցնելու եք հոկտեմբերին անպայման նորից եմ կրկնում ցուլերը, առյուծները, ջրհոսները խնդրում եմ նկատի ունեցեք դա ոչ միայն արևի նշանն է վերաբերում, դա կարող է նաև վերաբերել ձեր ասցենդենտի նշանն, այսինքն եթե ձեր ասցենդենտի նշանն է բացատրում եմ որ հասկանաք առյուծը, ջրհոսը, ցուլը ուրեմն դուք նո բնականաբար կարիճները եւս նո իրանք նվերներ կստանան, լավ կանցկացնեն, իրանց համար շատ լավ կլինի գուցե հետաքրքիր ասենք սպորտ դահլիճի կամ լողավազանի փաթեթներ են նվեր ստանում, հա, եւ այդպես սա եւս կլինի, ինչեւէ դուք անպայման անցնելու եք ուրեմն միջամտություններ կլինեն, վիրահատություններ կլինեն, պարզապես կարող են եւ ընդհանրապես նման բան չլինի, պարզապես դուք խորհուրդ է տրվում, որպեսզի ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, իսկապես առանց կատակի զբաղվեք, պարապեք եւ կամ գնաք լողավազան, որովհետեւ երբ հոգեվիճակը այսպես լարվածություն է լինում, թեկուզ ապրումներ եք ունենում, այստեղ ջուրը բավականին հանգստացնում է եւ ինքը բավականին օգտակար է, եթե ինչ-որ հարցեր կան, այսքան էլ մնացեք առայժմ։